Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա պետք է սերտորեն համագործակցի Բաքվի դատավարության հետ։ Մեզ արտահանձնի, ասենք, այս տուներ մարդու։ Դա ցուցանիշներից մեկն է։ Այո, մենք հիշում ենք սահմանադրության թեման, մենք հիշում ենք ՀՀԿ-ի թեման։ Մենք ունենք տեքստ, եւ սրա հետ կապված է այս դրական ճակերտավոր արձագանքները, որ ունենք շատ զգուշ։ Մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը հենց տենց էլ հայտարարում է, որ ողջունում ենք, որ տեքստը բան է կարի, այսինքն իրանք բոլորը ողջունում են, որ Ադրբեջանը գոնե այս տեքստի մասով եկել։ Այսինքն այն ինչքան ժամանակ 21 թվականից սարքում են ըստ Նիկոլի եւ 25 թիվնա տեքստը համաձայնեցրել են, դե պատկերացրեք ամեն կետի շուրջ մի 2-3 տարի էլ պայմանավորվել է։ Նիկոլ Փաշինյանի վարքը երեք իրենց գրասենյակի առջև ինձ հուշում է, որ ինչ որ բաներ կան, որ ինքը թաքցնում է կամ վախենում է ասի, կամ ասում եմ, ես ժամանակին ասել եմ, խնդիրը դա չի, գիտես որը, կամ փաստաթուղթը բաղկացած է 15 ոչինչ չնշանակող կետերից եւ 2 կետերից, որը հայտնի են, որտեղ էս շատ ակտիվ է քննարկվում, այսինքն ջուր է, ոչ մի բան է։ Դուք հավատում եք, որ ջուր է։ Հա, իհարկե, որտեղ Ադրբեջանը դա ծրա տալ։ Այսինքն իրենց մենակ այս երկու խնդիրն էր հետաքրքրում ադրբեջանցիներին։ Հա, մեծ հաշվով, հա։ Լավ, ընդունենք։ Չէ, որովհետեւ տեսեք, իրանց ընդհանրապես սա պետք չի։ Պարզ է, բայց նորից եմ ասում, պարտավորվածություններ, հիշում եք նոյեմբերի 9-ը դուք նորից հիշեցրեցիք այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որով կարծես թե մենք կատարեցինք, Աղդամից դուրս եկանք, Էլբաջարից դուրս եկանք, զորքերը կանգնացրեցինք, չէ՞, կետեր էին։ Մենք մեր պարտավորվածությունները, դա պարտավորվածությունների տակ ստորագրություն էր։ Հիմա նույնը լինի պարտավորվածությունների տակ ստորագրություն, եւ Ադրբեջանը այս թե այն պատրվակով խախտի այդ 17 կետը, որից 15-ի մասին չգիտենք, այս երկուսն էլ էլի Ես ինչ եմ ասում։ Նույն բանն եմ ասում։ Ասենք ամենասկզբից ես բացեցին, որ Ադրբեջանը սա պետք չի։ Եվ նույնիսկ եթե դա ստորագրվի, ինքը ցանկացած պահի կարողան է, որովհետեւ ոչ մեկ չկա, որ այդ կետերը տեսել է։ Ես չեմ հավատում Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի էքսպերտիզային։ Ես չեմ հավատում իր խորհրդականներին։ Ես չեմ հավատում, որ իրանք կարող են ռիսկեր հաշվեն եւ ես տեսնում եմ մի բան եւ դա երևաց նաեւ իրանց ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ների եւ Telegram ալիքների հայտարարություններից, որ այս ամբողջը արվում է ընդամենը նրա համար, որպեսզի մինչև 26 թվականը իրանք հայտարարեն, որ կնքել են, որ բերել են խաղաղություն, որովհետև խաղաղության օրակարգը միակ բանն է, ոչ թե խաղաղության օրակարգը, այլ խաղաղության խոսույթը, միակն է, որը իրանք կարան ասեն, դե տեսեք ինչ որ մի քայլ առաջ ենք տվել, բոլոր մնացած հարցերով իրանք տապալվել են։ Եվ այս ամբողջը Նիկոլին պետք է այս դերասանությունը կրկես ու մեյմունությունը պետք է որպեսզի ինքը ընտրություններին հանդես գա։ Ռուսաստանին սա ձեռք չի տալի ոչ մի պարագայում, բասեցի ամենասկզբից ինչու, որովհետև սա Եվրամիության եւ Ֆրանսիայի, Գերմանիայի միասին այդ համագործակցության բանով սա Եվրամիության տրեկն է։ Այս բանակցությունները Եվրամիության տրեկն են, դե հիշում եք, սա ամբողջը պետք է գնար Բրյուսելում։ Եվ պայմանավորվեցին, որ առանց Բրյուսելի, դե լավ, առանց Բրյուսելի երկկողմ։ Պրոբլեմը նրանում է, որ այս երկկողմը արդեն իսկ զիջում էր Ադրբեջանին։ Ադրբեջանին ինչի է պետք, հա, այս զիջման հակառակ կողմը, որով որ Եվրամիությունը կարողացավ բալանսավորել, դա Եվրամիության դետորտական առաքելություն, որը սահմանին բանը։ Էլի եմ ասում։ Եվրոպական դիտորդական առաքելությունը սահմանին հիմա մնալու է մինչև 27-ով եւ այնուհետեւ պետք է մնա այնքան ժամանակ մինչև սահմանազատման սահմանագծման աշխատանքների վերջը ըստ Նիկոլ Փաշինյանի ըստ ինձ հույսով եմ Նիկոլ Փաշինյանը չի լինի մինչև վերջ այդ ժամանակ ինքը պետք է մնա մինչև ռատիֆիկացիոն պայմանագրի եւ ուժի մեջ մտնել եւ ես չգիտեմ վերջնական պայմանագիրը ինչ տեսք կունենա Այս 17 կետը կլինեն թե ոչ, որովհետև այս 17 կետը արագ, ափալ-թափալ, ինչի մասին երեք ասում է Նիկոլը, շատ արագ կազմակերպած բան է, որպիսի ընտրություններին ընդառաջ ինքը խոսելու բան ունեն։ Ես սա ուզում եմ հասկանալ մարդիկ, որ սա ոչ միայն Ալիևին պետք չէր, սա պետք չէր նաև Հայաստանին, սա պետք էր բացառապես Նիկոլ Փաշինյանին, ըստ միջազգային մամուլի, ոսկի տեղափոխող Խաչատուր Սուքիասյանին,
եւ այլ սուպեր դախլչիներին, որոնք իր շրջապատում կան, որոնք արագ ափալ-թափալ սա ուզում են անեն, որպեսզի մնան իշխանության ու լափեն։ Ստացվում է անելն էլ դեռ, քանի որ դեռ ստորագրման, մինչև ստորագրությունը մենք խոսեցինք, որ դեռ երկար կարող ենք ձգձգել, հայտարարել, գոնե հայտարարությունը, հա, երևի պետք է։ Դե հիմա ինչու իրանք չեն ասում, էլ եմ ասում։ Ինձ մոտ հարց առաջ։ Ինչու չի հրապարակվում 17 կետը, որը այլևս ըստ իրենց ըստիս փոփոխության ենթակա չի։ Եվ այդ 17 կետի մեջ ես դες վստահեցնում հրապարակման գինին 17 կետի մեջից ասենք 10-ում ես կգտնեմ խնդրեմ, որովհետև աշխատել են Ադրբեջանի հետ, աշխատել են թուրքական հետախուզությունները, լուրջ ինստիտուտներ, իսկ Հայաստանի հետ լավագույն դեպքում ինչ Բարբայի ֆեդերացիայի նախագահի աշխատակազմի ղեկավարել։ Ձեզ կասեն, բայց Մակրոնին տենց խափել, Մակրոնին ոչ մեկ չեն խափել։ Ոչ մեկին չեն խափել, ժողովուրդ, էլ եմ ասում։ Եվրամիության համար ողջունելի այն փաստ, որ Ռուսաստանի տարածքում առանց Ռուսաստանի մեծ հաշվով եվրոպական իմպուլսով սկսած գործընթացը հերթական milestone-ը, այսինքն հերթական այդ կետը անցավ, հաստատված հերթական կետ անցավ։ Սա չի նշանակում ոչ մի այլ բան, քան այն, որ Եվրոպական միությունը, Եվրամիությունը մեծ հաշվով եւ Եվրատլանտյան մեծ համայնքը կարողացավ Ռուսաստանի տարածքում առանց Ռուսաստանի եւ հակադրվելով Ռուսաստանին ինչ որ գործընթաց, ինչ են անում, սահմանների վրա այլևս կրակոց չկա, հարձակում չկա, Եվրամիության դիտորդական առաքելություն եւ չցանկացող մեծ հաշվով ռազմական հանցագործ Բենյամին Նետանյահու եւ ռազմական հանցագործ Վլադիմիր Պուտինի հետ փոխկապակցված Աբշերոնյան ռեժիմին ստիպեցին հաստատել, որ գոյություն ունի ինչ որ փաստաթուղթ, որի հետ իրանք համաձայն են, այսինքն ուժային լուծումը փոխարինել փաստաթղթով։ Ինչ-որ բան իրենց խոսույթում չի փոխվելու։ Ընդհանրապես ոչ մի։ Բազմիցս ասել եմ, նորից կկրկնեմ, այնքան կրկնեմ, մինչև հասարակությունը հասկանա։ Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակումը, Հայաստանի ոչնչացման կոչերը, հայ ազգի բնաջնջման պահանջը էկզիստենցիալ նշանակություն ունի։ Եթե դա չլինի, ոչ մեկ աշխարհում չի կարողանա օղուզներից մնացած թափթփուկներին ու բաստարդերին բացատրի իրանք ովքեր են։ Այնինչ ասում է Մակրոնը, իրականում դա ֆրանսիական դիվանագիտության մի մասն է։ Մակրոնին պետք է, որ Հայաստանի վրա ոչ մեկ չհարձակվի։ Քանի որ Հայաստանը Ֆրանսիայի համար ռազմավարական, չեմ ասի, գործընկերոջ, պրոտեժեի նշանակություն ունի։ Բացի զուտ քաղաքական, տնտեսական, նաև էմոցիոնալ մեծ կապեր կա եւ ակնհայտ է, որ Մակրոնը չի ուզում, որ Հայաստանի վրա լինի հարձակում, որտեղ դա ֆրանսիական ներքին խժդժան կառաջացնի Ֆրանսիայի ամբողջ քաղաքական սպեկտրում գոյություն ունի ընդամենը մեկ հարց, բացի Ֆրանսիայի հզորացում եւ անկախացում, որը հիմա ակտիվորեն Տրամպի շնորհիվ բարձրացել է, մինչեւ այդ չկար տենց որ բան է, բայց ամբողջ քաղաքական սպեկտրում գոյություն ունի ընդամենը մեկ կոնսենսուս, որ Հայաստանը Ֆրանսիայի համար հարազատ երկիր է եւ Հայաստանը մենք պետք է պահենք, ուրիշ բան չկա եւ Փառք Աստծո Հայաստանում էլ այտենց մարդ չկա գրեթե, բացի որոշ քայլիստներից, որոնք Ֆրանսիայի հանդեպ վատ տրամադրվածություն ունեն։